Պարտքեն Գյումրի քաղաքին 37 տարի Պարտքեն քաղաք կառուցել է Ուրեմն այսօր մենք բոլորս խոսում ենք անիրատեսական որ 14 միլիոն դոլար բյուջեով կարող ենք եւ բնակարաններ կառուցել եւ ասֆալտապատել եւ գեղեցիկ քաղաք դա ինքնախապեյությամբ ենք զբաղված այս պարագայում դրա համար նախ եւ առաջ պիտի պետությունը պարտք կվերադարձնի Գյումրի քաղաքին բոլոր անօթևանները պիտի ունենան բնակարաններ հետո մեր 14 միլիոնը մեզ հաստատ հերիկելու է քաղաքը կամած հասցնել իր նպատակին մենք ունենք էլի Գյումրու հզոր սփյուռք որոնք պատրաստ են եւ երեք հենց այս հեռախոսազանգ եմ ունեցել իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում 10 միլիոն դոլարի ներդրում են կատարելու Գյումրի քաղաքում։ Բոլոր 58 թաղամասի եւ մուշ թաղամասի խաղահրապարակները ամբողջովին միանգամից առանձին չէ, այդ ծրագիրը ունենք, ներդրողներն ունենք արդեն, որ միանգամից այդ խաղահրապարակները կառուցվելու է երեխաների համար։ Այսօր Շիրակի մարզում Գյումրի քաղաքում 6 ամիս ձմեռ է։ Այնինչ Երևանում 1-1.5 ամիս է տևում ձմեռային ժամանակահատվածը։ Իսկ ինչի հնարավոր չէ պետության կողմից բոլոր ժամանակներում սուբսիդավոր էին, որպեսզի ասենք դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին ենթադրեն Գյումրիում գազը լիներ 50%։ Օրինակ։ Ես ինչքան գիտեմ Երևանում էլ է ձմեռը 3 ամիս է տևում։ Մեր մոտ 6 ամիս է տևում, 3 ամիս չի տևում։ Վրաստանին 12 դրամով Հայաստանը հոսանք է վաճառում։ Հնարավոր չէր գոնե ձմեռվա ամիսներին, ասենք Շիրակի մարզում Գյումրի քաղաքում լիներ 12 դրամով։ Այս դրա մասին պետք է խոսենք։ Մենք այսօր ամեն ինչից խոսում ենք, չենք խոսում նրա մասին, որ գյումրեցին համ ապրում է տնագում, համ 6 ամիս ձմեռ է տեսնում, համ չունի գլխին տուն, համ էլ չունի նորմալ աշխատավարձ ու թոշակ։ 36,000 դրամով կարելի է քաղաքացին ապրել։ Գյումրիում։ Դուք արդյոք տեղյակ եք, որ 7 տարվա ընթացքում իշխող կուսակցությունը ոչ մի շինարարական գործողություններ չի արել Գյումրի քաղաքում։ Նույնիսկ այդ կենտրոնի կառուցումը, որ տեղի ունեցել, դա պետական գումարներով չի եղել։ Դա եղել է ՎԶԲ ծրագիրը, որը 22 միլիոն եվրոյի մասին է, որը եղել է 2016 թվականին։ Այդ գումարից 10 միլիոնը ծախսվել է արդեն, եւ 12 միլիոնը դեռ տեղում է քաղաքապետել, որ չլինի Գյումրիում, այդ 12 միլիոնը։ Եվ այդ 3000 դրամանոց լույսը, որ կախում եք 58-ի պատերին, էդ էլ ձեր փողերով չեք արել։ Էլի Բալասանյանի ժամանակվա եղածն է։ Ես ասում եմ, դուք ինչ եք արել կոնկրետ, այդ շինարարությունը դուք չէիք արել, ինչի վերագրեցիք ձեր վրա։ Ուզում եմ, իսկ 170 օր առաջ, այո, ես չէի ուզում դառնալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Ես եղել եմ անկուսակցական միշտ ու մնալու եմ անկուսակցական եւ Կրբանի քաղաքապետ երբեք չեմ դառնա հիշել։ Ուրախ եմ ձեր համար։ Տեսեք, այդ գումարները բնականաբար ես չեմ ծախսել, ցավոք սրտի թե բարեբախտաբար ունենք ծրագիր, որը ապահովելու է 50,000 տուրիստ Գյումրի քաղաք կոնկրետ եւ այդ ծրագրի համար 200 միլիոն դոլար է հատկացված ծրագիրը բերել Գյումրի Հենց այդ տուրիստը, որ եկավ, շահելու է մեր տնտեսվարողը Գյումրեցի, հյուրատները, տաքսիները, հիվանդանոցները, պոլիկլինիկները, ես այսպես շարունակ գումարը մտնում է քաղաքացու գրբանը։ Իսկ դրա մանրամասնությունը, երբ որ քաղաքապետ դարձանք, ամեն ինչ բացեբաց խոսենք արդեն։ Մեր Գյումրի քաղաքում տեղի ունենալու հրաբուխ, եթե այս ընտրություններից հետո գյումրեցին ճիշտ որոշում չկատարի։ Այո, ասել եմ, ի սկզբանե միակ այլ ընտրանքային թեկնածուն ես եմ, ով չի պատկանում այս կամ այն կուսակցություններին եւ ուժերին։ Եվ ընտրելով 5-րդ համարին դուք մերժում եք Ռոբերտ Քոչարյանի թեկնածուներին, ընտրելով 5-րդ համարին դուք մերժում եք Սերժ Սարգսյանի թեկնածուներին, ընտրելով 5-րդ համարին մերժում եք Նիկոլ Փաշինյանի թեկնածուներին։ Չեմ ուզում, որ ոգեկողությամբ զբաղվողներ լինեն այս քաղաքում թեկնածուների տեսքով, ուզում եմ, որ լինի խաղաղություն եւ այս հրաբուխի դատարը միայն կարող է գյումրեցին տար իր հասարակ մեկ քվեով։ Դիմում եմ 70,000 այն ընտրողներին, ովքեր չեն մասնակցել անցած ընտրություններին։ Եկեք եւ ձեր քվեն տվեք 5-րդ համարին։